Թռչնակի խիղճը, հեղինակ Սեդածատուրյան։ Մի անտառ է լինում, ու շատ թռչնակներ էին ապրում։ Գրեթե ամբողջ տարին նրանք անտառի մյուս կենդանիների հետ օգտվում էին անտառի բարիքներից։ Բայց երբ գալիս էր խորաշուն, համարյա ուտելու ոչինչ չէր մնում։ Թռչնակները, որոնք սովոր չեն տաք երկրներ չվելուն, ամբողջ ձմեռ եղած պաշարով գրեթե քաղցած էին մնում։ Մի օր մի փոքրիկ թռչնակ ուզում է օգնել սնունդ հայթայթել։ Թռչում է ծառից ծառ, ոչինչ չի գտնում, քանի որ արդեն անգամ չորացած հատապտուղ էլ չէր մնացել։ Իջնում է ցած, որպեսզի սերմեր հավաքի, բայց էլի զուր։ Այսպես քիչ-քիչ նա հեռանում է անտառից ու թռչում է մոտակա ագարակ։ Այնտեղ էլ արդեն ոչինչ չկար, վաղուց բերքը քաղած էր։ Բայց հանկարծ ձմեռային արևի թույլ շողի տակ երևում է մի հասկ, որը մեղմ օրորվում էր։ Ինչպիսի հրաշք։ Թռչնակը իսկույն թռչեց մոտիկ ու քաղեց այն, հասկելի էր ցորենի հատիկներով, բայց չշտապեց ուտել, քանի որ հիշեց, որ իր բնում դեռ որքան քաղցած թռչնակներ կային։ Այնպես որ նա տարավ իր հետ անտառ իր ընկերների համար, ու երբ տեղ հասավ, առաջարկեց բաժանել միմյանց միջև։ Չնայած որ ցորենի հատիկները շատ էին, թռչնակները ավելի շատ էին, ու միայն քչերին կհասներ ցորենի հատիկները։ Թռչնակները տեսան փոքրիկ թռչնակի բարությունը և ոչ ոք ագահություն չարեց։ Հապա ինչպես կիսվենք, մտածեցին նրանք, ու նրանցից մեկը, որ ամենածերն ու խոհունն էր, ասաց. մեր անտառի սրտում բացատ կա, որտեղ արևի շողերը վաղ գարնանից տաքացնում են այն։ Մենք կպահենք այս սերմերը ու գարնանը կցանենք հողում։ Ու նրանք այդպես էլ արեցին։ Ամբողջ ձմեռ նրանք այդ հատիկները իրենց տաքությամբ պաշտպանեցին ցրտից, իսկ գարնան բացվելուն պես այն ցանեցին հողում։ Արևի շողերը տաքացրեցին հողը, իսկ հորդառատ անձրևները ոռոգեցին դրանք։ Շուտով թռչնակների արտում հասուն ցորեն էր կանգնած, բայց նրանք փոքրիկ թռչնակի օրինակով չշտապեցին այն ուտել, այլ որոշեցին մի մասը պահել որպես ձմռան պաշար, իսկ մյուս մասը պահել գարնանացանի համար։ Այդ տարվանից սկսած նրանք այլևս կիսաքաղց ու հուսահատ ձմեռներ չէին ունենում, քանի որ նրանց համար փոքրիկ թռչնակը բերել էր ոչ միայն ուտելիք, այլ նաև խիղճ։